Բոլորին բարի օր եւ բարի վերադարձ Mountain Eye Farms, Ջրաղացի ձոր, Դիլիջան ազգային պարկ, Տավուշ։ Այսօր մեր սեզոնի, այս տարվա սեզոնի առաջին տեսանյութն է, այսօր 2026 թվականի մայիսի 24-ն է, օրը կիրակի, ցերեկը ժամը 3:30։ Մենք հիմա մեր ջրաղացի ձորում ենք, մեր այսպես կոչված զոհաբերված արոտավայրում, որտեղ եւ դորպերներն են եւ սևանգուստները։ Դուք ուղղակի հիմա տեսնում եք, թե ինչքան բարձր են իրենք բարձրացել։ Շատ բարձր են բարձրացել։ Ես կպատմեմ ինչ է նշանակում զոհաբերված արոտավայր քիչ հետո։ Հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ բոլոր մեր հետևորդներին եւ ներողություն խնդրել համբերության համար, որ դուք այդքան ժամանակ սպասել եք եւ ես ստացել եմ բազմաթիվ հաղորդագրություններ, նույնիսկ զանգեր, հոբան չի պատահել ձեզ, պատահել է, ձմեռ է պատահել, որի մասին ես այսօր պետք է պատմեմ, ինչ են կարել ձմռանը, ինչեր է պատահել ձմռանը մեր հետ եւ հետո կվերադառնամ այսօրվա մեր տեսանյութին, նորից շատ շնորհակալություն եմ հայտնում սպասելու համար եւ անհանգստանալու համար ժողովուրդ։ Մենք սովորական YouTube-յան ալիք չենք, մենք կրթական, նաեւ քիչ թե շատ ցույց տալու համար, թե ինչ է նշանակում հեռագնա եւ ֆերմա եւ ինչ է նշանակում հեռագնա վերականգնողական ֆերմա եւ ինչ է դրա աշխատանքները եւ ինչ է դրա իրանից ներկայացնում ֆերմային եւ աշխատանքները եւ դրանք հիմնականում կենտրոնացած են սեզոնի վրա, արոտային սեզոնի վրա, որովհետեւ ընթացքում այն ինչ որ տեղի ունենում ձմեռը, ես իհարկե հիմա կպատմեմ, բայց ընդհատումներ կլինեն իհարկե, ես պետք է լինեմ։ Մենք վերջապես արոտային ֆերմա ենք եւ ձմեռը մեր մոտ, որը սկսվում է երևի դեկտեմբերի վերջից, որովհետև մինչև այդ մեր մոտ դեռ կարելի ասել ուշ աշնանային սեզոն է եւ մենք դեռ ունենում ենք ուրեմն մեր դորպերների գառնուկների կերակրման ժամն է եւ բոլորը կանչում են մայրերը իրենց փոքրիկներին մայրերին, դրա համար մեր մոտ աղմուկը հիմա բավական շատ է եւ շարժը նույնպես շատ է։ Եվ այսպես ձմեռը մեզ մոտ ձմեռացման սեզոնն է եւ ամենակարևոր, ամենադժվար, պետք է ասեմ, ոչ այնքան աշխատատար, ինչքան ուշադրության մասով դժվար սեզոն է։ Եվ ես անցկացրել եմ ձմեռը այստեղ, նոր տարին անցկացրել եմ այստեղ, նոր տարին անցկացրել եմ մենակ, որը շատ լավ փորձություն է, սարերում նոր տարի եւ ձմեռ անցկացնելը բոլորիդ խորհուրդ եմ տալիս։ Ես եղել եմ ֆիզիկապես մենակ, բայց քանի որ մենք ունենք Starlink, ինտերնետային գերարագ կապ, մենակություն չեմ զգացել, կապի մեջ եմ եղել ընկերների եւ հարազատների հետ այստեղից եւ շատ հետաքրքիր էր զուտ աշխատանքի իմաստը, որովհետեւ ունես կոնկրետ ռեժիմ աշխատելու եւ նաեւ ասենք ոչ միայն ֆերմային աշխատանք, այլ ֆերմային աշխատանք համակարգչի հետ կարդալու, գրելու լիքը աշխատանք եւ ես այստեղ մնացել եմ մինչեւ հունվարի կեսը։ Ասեցի նոր տարի մենակ, հետո իմ մնալու հիմնական պատճառներից մեկը եղել է այն, որպեսզի մենք կարողանանք մեր ձմեռային պահոստավորված արոտները, որոնք այստեղ են Ջրաղացի ձորում, կարողանանք օգտագործել հնարավորինս էֆեկտիվ, այսինքն այստեղ պետք է լինի մարդ, որը նայում է վիզուալ եւ տեսնում է, որ լանջերը, որտեղ որ մեր ուրեմն
արոտներն են, ձմեռային պահուստարված, բացվել են։ Եվ որպեսզի մենք չօգտագործենք մեր ռազմավարական պահուստարված խոտը եւ այստեղ Ջրաղացի ձորում եւ այստեղից ներքև Գեղատափում, որը 3 կիլոմետր է այստեղից հարավ, եւ որտեղ նաեւ մեր ծածկն է ձմեռային եւ հենց որ լանջերը պատվում են ձյունով, ուրեմն անգուստները իջնում են ներքև, կամ իջնում են դեպի Գեղատափ, կամ իջնում են դեպի ներքև առաջի տեղամասը մեր, որտեղ նաև ունենք պահուստավորված ռազմավարական խոտ եւ հենց բացվում է, պետք է բարձրանա վերև։ Ուրեմն այդպես երևի ամբողջ ձմեռվա ընթացքում մենք ունեցել ենք երևի 4-5 շարժ դեպի վերև եւ ներքև նպատակը, որպեսզի ձմեռային պահուստարված խոտը հենց այնպես չօգտագործենք եւ էֆեկտիվ օգտագործենք մեր ձմեռային պահուստարված արոտավայրը։ Պահուստարված արոտավայր նշանակում է, որ արոտավայրը փակվել է մոտավորապես օգոստոս-սեպտեմբեր ամսից փակվել է ամբողջությամբ, միգուցե հուլիսից, եւ այնտեղ կենդանիների շարժ չի եղել եւ նա պահուստարվել է հենց ձմռան համար։ Մեր նպատակն է ոչ մի գրամ ձեռք բերված, ներկրված կեր, ոչ մի կոնցենտրատներ, ոչ մի, ուրեմն, ոնց են ասում, կոմբի կերեր, ոչ մի տեսակի։ Ամբողջությամբ արոտային տեղի արոտային խոտ, նույնիսկ այն պահուստավորվածը էլի քաղված է այստեղից կամ մոտակայքից, մենք բերել ենք խոտը եւ Ծովագյուղի շրջանից, Սիմեոնովկայի եւ նույնիսկ Ճամբարակից մինչեւ մեր ռազմավարական պահուստարված խոտը, որն օգտագործում ենք, երբ որ փակվում են արոտները։ Եվ այդպես մենք ձմեռվա ընթացքում կերակրել ենք այդ խոտով եւ փակ են եղել մեր ձմեռային արոտավայրերը ընդամենը 26-ից 28 օր։ Օր է եղել ամբողջ օրն ենք կերակրել, օր է եղել կիսատ։ Հիմնականում երեկոները, որտեվ եթե գոնե ինչ-որ չափով բաց են արոտավայրերը, ուրեմն առավոտները պետք է որպեսզի կենդանիները ստիպված լինեն գնալ արածելու։ Եվ անգուստները արածել են նույնիսկ 5 սանտիմետր մինչև 10 սանտիմետր ձան շերտի պայմաններում, այստեղ Ջրաղացի ձորում 2000-ից 2200 մետր բարձրության վրա պատկերացրեք։ Սա մեր ձմեռային ռուտինան է, այսինքն անընդհատ տեղաշարժ, ուշադրություն, որպեսզի նայենք, տեսնենք ոնց է աշխատում ձյունը եւ արևը եւ քամին, ինչքան է բացում արոտավայրը, բացում է այնքան, ինչքան պետք է, որպեսզի կարողանային սևանգուստները արոտավայրն օգտագործել։ Եվ ես իմ դերը եղել է դրա մեջ, որ քանի տղաները ներքևում են Գեղատափում 3 կիլոմետր այստեղից ներքև, ես այն կենտրոնում ձմռանը եւ նոր տարուն աշխատել եմ եւ դիտել եմ արոտավայրերը եւ հենց որ բացվել է, հոպ, միանգամից ուրեմն բարձրանալ վերև։ Իհարկե այցելել ենք իրար, ձմեռը այստեղ մոտավորապես եղել է կես մետրից ավել ձյուն։ Եվ ձմեռը այդպես պետք է անցնի։ Ձմեռը հիմնական ամբողջ ձեր դրված ուշադրությունը կենդանիների վրա կերակրում, կլինի դա ուրեմն արոտավայրի, թե պահուստարված խոտի։ Հիմա դրանք շարժ են։ Կամ եթե ծածկի տակ են կամ կենդանիները կերակրվում են ձեր հավաքած պահուստավորված խոտով, տուկերով, ուրեմն առավոտ իրիկուն կերակրում։ Ուրիշ առանձնապես բան չկա եւ պետք է հետևել կենդանիներին, որը, ասենք թե, խնդիրներ չունենա, քանի որ ծածկի տակ է դա միշտ նեղված կես կենդանիների համար, բոլորը միասին են,
դա ռիսկեր է առաջացնում, այս կենդանիները սովոր չեն փակ տարածքների, այս կենդանիները սովոր են բաց տարածքների։ Եվ պետք է ուշադիր լինել, խմելու, տանելու ժամանակը պետք է սահմանված լինի, որպեսզի հրմշտոց չլինի։ Ձմեռը ողջ մնալու ժամանակն է արոտային ֆերմաների համար, վերականգնողական ֆերմաների համար։ Ոչ մի գրամ ուրիշ խոտ, ներողություն, ուրիշ ներկրված կեր։ Սա մեր պայմանն է։ Ոչ մի գրամ։ Եվ կենդանիները պետք է ուրեմն դուք պետք է լավ աշխատած լինեք, կամ մենք պետք է լավ աշխատած լինենք ամբողջ սեզոնի ընթացքում, որպեսզի կենդանիները հավաքված լավ էներգիայով առողջ եւ քաշ հավաքած մտնեն ձմեռ եւ կարողանան ձմեռվանից դուրս գալ։ Դա է մեր ձմեռվա աշխատանքի այս հիմնական պայմանը։ Ուշադիր, խնամք, կերակրում, ջուրը պետք է լինի տեղը, եթե միներալներ կան, ունեք, պետք է ունենաք, պետք է տրվի եւ ուշադիր հետևի, որպեսզի խնդիրներ չառաջանան, վնասվածքներ չլինեն։ Նորից եմ ասում, փակ տարածքներում այս կենդանիները դժվար են դիմանում, իրանց պետք են բաց տարածքներ։ Եվ շարժերը, եւ 3 կիլոմետր դուք պատկերացրեք, դա մոտավորապես ժամուկես 2 ժամ մարշ բրասոկ է, որ պետք է անել, կենդանիներին բարձրացնել արոտներ, այստեղ պետք է մնան, այդ դեպքում պետք է այնքան բաց լինի, որ պետք է մնան։ Մենք ուրեմն ունենք մեր եղանակային կայանը եւ մենք եղանակային կայանը միացրել ենք մեր արհեստական բանականությանը, որին ես անվանում եմ ԱԲՈ, արհեստական բանականություն, ԱԲ կամ ԱԲՈ։ Ուրեմն մեր եղանակային կայանը Mountain High Farms-ի կոչվում է, կարող եք գտնել նաև իրան քարտեզի վրա գերժամանակակից եւ ԱԲՕ-ն հետևում է իրեն, միացրած է իրեն ուղակի եւ այդ բոլոր կանխատեսումները երբ է ձյունը հալվելու, ինչքան է ձյան շերտի, այդ ամբողջը մեր մոտ ուրեմն բարձր մակարդակի վրա թվայնացված, այսպես շարունակելով եւ կպատմեմ դրա մասին, այդ ԱԲՕ-ի մասին իհարկե, մյուս տեսանյութում, թե ոնց ենք մենք օգտագործում կայանը եւ արհեստական բանականությունը արոտում եւ ինչի համար ենք մենք օգտագործում, դա շատ հետաքրքիր կլինի։ Եվ այդպես անցկացրել ենք ձմեռը, անցել է հետաքրքիր, անցել է աշխատանքի մեջ, ուղղակի վիդեոներ դնել է այդ ժամանակ արդեն, հա, մի քիչ իմաստ չունի, որովհետև դրանք բոլորը կրկնվող են։ Ես ժամանակ է եղել, որ ստիպված եմ եղել լինել Երևանում, որովհետև ճանապարհները փակ են, մենք չենք կարողացել 2 ամիս այստեղ բարձրանալ։ Ոչ մի տեղից, ոչ Սեմյոնովկայից ենք կարողացել հասնել այդ 11 կիլոմետրը, ոչ Գոշից կամ Խաչարձանից այդ 22 կամ 25 կիլոմետրը։ Փակ ճանապարհներով, իհարկե մեր ֆերման ամեն ինչով ուրեմն ապահովված, ուտելիքով, աշխատելու պայմաններով եւ ամեն ինչով անցկացրել է այսպես ձմեռ եւ այդպես անցել է մեր ձմեռը։ Հիմա սկսել է գարունը, սկսել է մեր ուրեմն օրացուցային գարունը, բայց չի սկսել մեր եղանակային գարունը եւ մեր արոտավայրերը դեռ բաց չեն։ Զոհաբերված արոտավայր նշանակում է, որ մենք կենդանիներին ուրեմն տեղավորել ենք արոտավայրում, որը մենք պետք է զոհաբերենք, որովհետև դեռ ռոտացիոն ոչ մի բանը արոտային տենց օգտագործում ծրագրավորված չկա, մենք սպասում ենք, որպեսզի արոտավայրերը բացվեն, դրա մասին պատմել եմ ես իմ մյուս տեսանյութում։ Այսքանով ուզում եմ հիմա սահմանափակել, հետևեք մեր ալիքին ժողովուրդ, կներեք ընդհատման համար, լինելու է շատ հետաքրքիր սեզոն, լիքը պատմություններով, հետաքրքիր եւ տեսարժան, շնորհակալություն եմ հայտնում մեր հետ լինելու համար եւ հետևեք մեր ալիքին, մեր տեսանյութերը հավանեք եւ տարածեք
որպեսզի ինչքան հնարավոր է շատ մարդ դիտի։ Նաև հետևեք մեր կայքեջին, որի հեղումը դրված է այս տեսանյութի տակ։ Ամենակարևորը բաժանորդագրվեք։ Մեզ լիքը մարդ է նայում, բայց չի բաժանորդագրվում, որով նաև կօգնեք մեր ալիքի առաջ խաղացմանը։ Շնորհակալություն եմ հայտնում եւ կտեսնվենք։